Կարակասում քաոս է։ Մարդիկ մասսայաբար լքում են քաղաքը, գրում են միջազգային զանգվածային լրատվամիջոցները եւ տարածում պայթյունների կադրեր։ Վաղ առավոտից Վենեսուելայի մայրաքաղաքին հասցվել են ավիահարվածներ, տեղեկացնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը եւ հայտարարությամբ ընդգծում, որ ԱՄՆ-ի հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի եւ հանքային պաշարների զավթումն է։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Վենեսուելան մերժում է ԱՄՆ-ի կողմից ռազմական ագրեսիան։ Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային, ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը, նշված է երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Ավելի վաղ նման հայտարարություն էր արվել նաև երկրի ամենամեծ նավերից մեկը ԱՄՆ-ի կողմից վերցվելուց հետո։ ԱՄՆ-ը սա անվանել էր ձերբակալություն, Վենեսուելան հափշտակություն։ Վերադառնանք թարմ նորություններին, ըստ ականատեսների նկարագրության եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների Կարակասում լսվել են պայթյուններ, հրդեհներ են բռնկվել։ Քաղաքի մի հատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է։ 6-7 ժամ անդադար աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Թիրախավորվել են Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան, Ֆորտ Տիունա նավահանգիստը։ Այդտեղ են գտնվում պաշտպանության նախարարությունը եւ բանակի հրամանատարության շտաբը։ Իսկ ահա վերլուծաբանները փոխանցում են իրենց հայտնի դարձած տվյալներ, որոնց համաձայն ԱՄՆ-ը օդային դեսանտ է իջեցրել։ Երկրում ստեղծված լարված իրավիճակին առնչվող բազմաթիվ ու իրարամերժ տեղեկություններին հաջորդել է ԱՄՆ նախագահի գրառումը, որն աշխարհում մեկնաբանությունների եւ քննադատությունների հսկա ալիք է բարձրացրել։ Ըստ Դոնալդ Թրամփի Մադուրոն ձերբակալվել է։ Մեջբերում ԱՄՆ-ը հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, Մադուրոին եւ նրա կնոջը բռնել ու դուրս են բերել երկրից։ Մեջբերման ավարտը։ CBS հեռուստալիքն էլ հավելում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջը բերման ենթարկելու գործողությունն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերի էլիտար հատուկ ստորաբաժանման Դելտա Ֆորսի մարտիկները։ ԱՄՆ բանակի խոսնակը հաստատել է Կարակասում պայթյունների մասին հաղորդագրությունները, բայց եւ հրաժարվել է մեկնաբանել, թե որն է նահանգների դերը տեղի ունեցածում, հաղորդում է New York Times-ը։ Դեռ 2 ամիս առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում Մադուրոյի նախագահության օրերը հաշված են։ Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ Վաշինգտոնն իրականում ցանկանում է պաշտոնանկ անել Վենեսուելայի նախագահին։ Տարեվերջին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել։ Զրույցը տևել էր 15 րոպե, եւ ըստ անանուն աղբյուրների դրա ընթացքում Թրամփը մերժել էր Մադուրոյի խնդրանքների մեծ մասը, նրան տեղեկացրել, որ մեկ շաբաթ ունի Վենեսուելան լքելու եւ ընտանիքի անդամների հետ իր ընտրած վայրը մեկնելու համար։ Ժամկետը լրանալուց հետո Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի օդային տարածքը փակելու որոշման մասին։ Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելայի առաջնորդին Wall Street Journal-ի համաձայն սպառնացել էր նաև ուժով, եթե Մադուրոն չհեռանա պաշտոնից։ Դեկտեմբերին ԱՄՆ նախագահը կարգադրել էր շրջափակել Վենեսուելային մոտեցող եւ Վենեսուելայից դուրս եկող պատժամիջոցների տակ գտնվող նավթային բոլոր լցանավերը։ Թրամփը սոցիալական հարթակում գրել էր. Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նավատորմով եւ այն միայն մեծանալու է, ինչը լուրջ ցնցումներ կառաջացնի։ Մադուրոյի անօրինական ռեժիմը գողացված հանքավայրերից նավթն օգտագործում է իր գործունեությունը, թմրավաճառությունը, մարդկանց թրաֆիքինգը, սպանությունները եւ առևանգումները ֆինանսավորելու համար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը ավելի վաղ Թրամփին մեղադրել էր միջազգային իրավունքը, ազատ առևտուրը եւ ազատ նավարկության սկզբունքը խախտելու համար։ Սրված հարաբերությունների ֆոնին վենեսուելական նավթի գնորդները, ներառյալ չինական վերամշակման գործարանները, պահանջել էին ավելի բարձր զեղչեր եւ պայմանագրային փոփոխություններ Վենեսուելայի պետական նավթագազային ընկերությունից։ Այժմ միջազգային արձագանքի մասին։ Այսօր առավոտյան ԱՄՆ-ը զինված ագրեսիայի ակտ է իրականացրել Վենեսուելայի դեմ, սա խորապես մտահոգիչ է եւ դատապարտելի։
Նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, նաև ընդգծվել է մեջբերում նման գործողություններ արդարացնելու համար օգտագործվող պատրվակները անհիմն են։ Ստեղծված իրավիճակում առաջին հերթին կարևոր է կանխել հետագա թեժացումը եւ կենտրոնանալ երկխոսության միջոցով ելք գտնելու վրա։ Մենք կարծում ենք, որ բոլոր գործընկերներ, ովքեր կարող են դժգոհություններ ունենալ միմյանց նկատմամբ, պետք է խնդիրների լուծումները փնտրեն երկխոսության միջոցով, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն էլ ասել է, որ հարևան երկիրը հրթիռային հարձակման է ենթարկվել։ Ուշադրություն աշխարհին հարձակվել են Վենեսուելայի վրա, նրանք հրթիռներ են հարձակում։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպում անցկացնեն, գրել է Կոլումբիայի առաջնորդը սոցիալական ցանցերում։ Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է նահանգների կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը, այն անվանելով երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։